Մի անգամ ես մի հայտարարություն եմ արել, այդ շատ ծանրան նստել, ինչև հիմա շատ ծանրությամբ հիշում են։ Ասելով հեղափոխական իրավիճակ էր, ժողովուրդը փողոցում էր, հրապարակներում էր 100 հազարավոր մարդիկ։ Եվ նրանք այդ պայմաններում ուզում էին հանրապետականի թեկնածուին ընտրել վարչապետ։ Այս նույն Իմիջայլոց կալուգացի օլիգարխներ։ Ես հիշում եմ, այդ օրը ես Վանաձորում ելույթ ունեցա, ացի խելքդ գլխուխը հավաքի, Հայաստանը քեզ համար անշարժ գույք չէ, որ վարձով տաս եւ հանձնեց։ Այն ժամանակվա հարվածը, որ ստացավ, հերիքեց նրան, որ 8 տարի խելքը գլուխը հավաքած պայի, չնայած պարզվեց մանկապարտեզից այդ ընթացքում հոսանքա գողացել։ Այս մի հարվածը, որ ստացավ, հավիտյան խելքը մնալու է գլուխը, որովհետև ես նախորդ անգամ ասել եմ, որ պետության համը մնալու է բերանում, բայց այս անգամ ասում եմ, որ ժողովրդի հարվածը այս անգամ ճակատին հավերժ դաջվելու է։ Եվ այդ հարվածը չի անցնելու։ Ես դրա համար ասում եմ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրենք չեն հասկանում, որ փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս ետ կանգնել այդ ճանապարհից։ Իհարկե ես կվերադառնամ Եվրասիական տնտեսական միության ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին, եւ ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։